մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որի անունով մենք այսօր հավաքված ենք, օրհնյալ լինի ինքը, մեր Աստվածը, որ մեզի երեսից չձգեց, այսօր էլ մեզի բերավ իր տունը, բերավ իր փարախը, որպեսզի ջերմացնի, որպեսզի մեր հոգիները լցնի իր ներկայությամբ, լցնի իր բարությամբ եւ քաղցրությամբ։ Ես ուզում եմ մի սաղմոս կարդամ խոսքից առաջ, գրված է 42-րդ սաղմոսի մեջ, առաջի խոսքի մեջ։ Ինչպես եղջերուին ջրի վտակներին կփապագի, այնպես ալ իմ անձս քեզ կփապագի, ով Աստված։ Հոգիս ծարավ է Աստծուն, կենթանի Աստծուն, երբ պիտի կամ ու երևնամ Աստծո առաջ։ Ցորեկ ու գիշեր արցունքներս ինձի հաց եղան, որովհետև ամեն օր ինձի կսե, ուր է քո Աստվածը։ Ամեն։ Այսօր մենք ամեն մեկս փապագում ենք եղջերուներ պես Տիրոջ տան մեջ գալու։ Աստծո խոսքի ծառավ կա ամեն մեկիս մեջ։ Մեր կյանքի մեջ կա Հիսուսը։ Հիսուսի աղբյուրը բացվելա մեր սրտերի մեջ։ Այն օրնված գեդերը հոսումա մեր կյանքի մեջ։ Եթե չի, ուրեմն թող Աստծո հոգին փապագ ու ծառավ դնի մեր ամեն մեկի սրտի մեջ, մեր կյանքի մեջ, որովհետեւ գիշեր ու ցերեկ Տիրոջը փապագենք, գիշեր ու ցերեկ Տիրոջ երեսը փնտրենք։ Աստծո խոսքը մեզի ուղեկցում է։ Ամեն բանից առաջ խնդրեք երկնքի թակավորությունը եւ Աստծո փառքը, ձեզի ամեն բան ավելիով կտրվի։ Բայց այսօր մենք ինչ ենք ամեն օր խնդրում եւ փապագում Աստծուց։ Արդյոք այսօր մենք Աստծո ջրի կարիքը ունենք։ Այսօր մենք ունենք այն Աստծո աղբյուրների կարիքը, որ հոսի մեր կյանքի մեջ, լցնի մեր ծառավը, լցնի մեր դադարգությունը։ Եթե չունենք, ումեն ինքնա կյանքի աղբյուրը, ինքնա մեր կյանքը, կարանք մոտենանք Հիսուսին, բերենք մեր կուժերը իր առաջ, որպեսզի այդ աղբյուրը լցնենք։ Ի նկատ ունեմ մեր սրտերը, ի նկատ ունեմ մեր անձերը։ Մի կին կար, պատմությունը լավ գիտեք Հովանու 4-րդ գլխի մեջ։ Սափորը ուսին գալիս էր ջուր տանելու։ Այդ ջրի կարիք ուներ այդ կինը, այո, Սամարիայից էր։ Բայց այդ ջրան աղբյուրի մոտ Հիսուսին էր հանդիպում։ Հիսուսն էր իրան ասեց, այդ ջրից կտաս, ով ես ասես դու, որ ինձանից ջուր ես ուզում։ Այ ասես, որ իմանամ, թե դու ով ես, ինքդ ինձանից կուզես այդ ջուրը խմելու։ Այսօր մենք իմանում ենք, թե ով է Հիսուսը։ Մենք այսօր սափոր ենք բերել Հիսուսի առաջ։ Ոչ թե լցվի այն կյանքի աղբյուրը այն ջուրը, այլ մեր սրտի փապագն ենք ուզում, որ Աստված տա այսօր մեզի։ Աղոթք ես անում Տիրոջ առաջ։ Ոչ թե երկնքի պարգևները, օրհնություններն ու շնորհքն ես ուզում, այլ ուզում ես ինչ որ քեզ է պետք։ Այս կնոջը ջուրն էր պետք իր անձի համար, իր մարմնի համար, տուն էր տանելու, ջրի կարիք ուներ, տունը ջուր չկար խմելու։ Ճաշ պետք է էր, լվաց կաներ, լվացվեր, դրա համար էր եկել։ Բայց որ Հիսուսը իր կյանքի մեջ հայտնվեցավ, ճանաչեց այդ կյանքի աղբյուրին, ինչ խոսեց, չլի թե դու մարգարե ես։ Մեր հայրերը այս լեռան վրա երկրպագություն արեցին։ Ով ես դու։ Հակոբը տվեց այս աղբյուրը, բայց այն աղբյուրը, որ ես կտամ, երբեք այս ջրի կարիք էլ չես ունենա։ Այսօր ավետարանը Աստծո աղբյուրն է, սիրելի Աստծո ժողովուրդ։ Երբ որ այդ կինը վերադառնում էր գյուղ, որպեսի բարի լուրը ավետից տաներ, գնում էր գյուղ, որպեսի տարածեր հրճակեր, ես տեսա մի մարդու, մարգարե, որ ասեց ամեն բան ինձի ինչ որ անցյալ կյանքում արել եմ։ Ինքը ճշմարիտ մարգարե։ Այդ կինը իր սափորը տեն նետեց գրված է։ Այդ սափորի մեջ ջուր չլցվավ։ Սափորը էլ տուն չգնաց։ Մի կողմ գցեց։ Այսօր մենք կարանք մեր եսի սափորը մի կողմ գցած գնանք մեր տները։ Մեզ հետ տանենք այն մարգարեության խոսքը, տանենք այն Հիսուսի աղբյուրը, տանենք այն կյանքի ջուրը, որ ամեն ով որ մեր հետ հանդիպի, դավանենք, որ Հիսուսն է Տերը, Հիսուսն է այն ճշմարիտ մարգարեն, որ ասեց մեզի ամեն բան,
Ինչ ասեց Հիսուս այսօր քեզի։ Մեզի բան ասես թե չէ այսօր Հիսուսը։ Կարանք դավանենք, որ ինքը իր մատը դրեց մեր սրտի վրա եւ խոսեց մեր սրտի հետ, որ այս աշխարհի ջրերը պղտոր ջրեր են։ Աշխարհի ջրերը քեզի կյանք չեն տալիս։ Աշխարհի աղբյուրներից մի օգտվի։ Այդ սապորը քեզի պետք չի։ Մի կողմից քո փառքի սապորը, մի կողմից քո մարմնավորը։ Այսօր արի Հիսուսի ջրերից օգտվիր, որովհետեւ քո կյանքի մեջ հայտնվի կյանքը, քո կյանքը փոխվի, այսօր քո ծարավը լցվի, այսօր դու գաս Հիսուս առաջ։ Ես պիտի կարդամ մի համար, որ հաստատի ավետարանի խոսքը, Եսայա 55։ Ով ծարավազներ, ջուրերուն եկեք։ Մենք ամեն մեկս ունենք Աստծո խոսքի կարիքը։ Ամեն մեկս ունենք Հիսուսի կյանքի կարիքը մեր մեջ։ Դրա համար խոսքը կանչում է քեզի։ Խոսք ասում է ով ծարավազներ, արեք։ Եվ ստակ չունեցողներ, եկեք, ծախու առեք եւ կերեք։ Եկեք առանց ստակի եւ ծերի, գինին կատը ծախու առեք։ Ինչու ձեր ստակը կվատնեք ոչ թե հացի համար եւ ձեր վաստակը այնպիսի բաների համար, որ չի կշտացնե, ուշադրությամբ ինձի մտիկ արեք։ Աստծուն ուշադրություն մտիկ արեք։ Ձեր հայացքը երկինք դարձրեք։ Ձեր ուշադրության կենտրոնը թող լինի Քրիստոսի վերքերը։ Ձեր ուշադրությունը թող լինի խաչյալ Քրիստոսը։ Քո կյանքը աշխարհից մի կսպասի։ Աշխարհը չտվեց ձեզի ոչ հաց, ոչ ջուր, ոչ ուրախություն, ոչ երջանկություն։ Աշխարհը մեզ տվել է ամեկից տառապանքներ։ Աշխարհը վիշտեր է պատճառը մեզի։ Աշխարհը դառնությամբ լցել է մեր կյանքը։ Այդ դառնության սափորը այսօր դու պետք է թափես։ Լսես սիրո աղբյուր, քաղցրության, խաղաղության, մխիթարության աղբյուր, որ Սուրբ Հոգու միջոցով գալիս է ամեն մեկի կյանքի մեջ։ Եվ Սուրբ Հոգին, երբ որ գա քո կյանքի մեջ, քո կյանքը օրտնված կլինի, քո կյանքը կծաղկվի, ինչպես որ գրված է, անձրևը կամ ձյունը երկնքից երգիր կիշտեն ոռոգելու համար, եւ ասում է այնտեղից հետ չեն վերադառնա եւ հողը կպարատացնի, այնպես Սուրբ Հոգու աղբյուրները, որ կհոսի քո կյանքի մեջ, քո կյանքը չորացած անապատ չի դառնա, այլ կծաղկի, պարտեզները կդառնա, քո կյանքի մեջ Սուրբ Հոգու բդուղներ կբերի, քո կյանքի մեջ Աստծո հոգու շնորհները կերևնա եւ քո կյանքը կփառավորի երկնքի Աստծուն, որ այսօր քո փոխարեն խաչվեց, քո փոխարեն տառապանքներ կրեց, քո փոխարեն չարչարվեցավ։ Սիրելի հոգի, այսօր դու քեզի գդի Քրիստոսի վերքերի մեջ, կտեսնես որ քո կյանքի մեջ կա այն Քրիստոս աղբյուրը, ոչ թե այսօր գնա այն ջրհորների մոտ, որոնք քեզի աշխարհի կյանքն է տալիս, սիրելիներս։ Աշխարհի կյանքը ժամանակավոր է, աշխարհը կանցնի, երգիրը կանցնի, բայց ավետարանի ոչ մի խոսք չպիտի անցնի, որովհետև գրված եւ հաստատված է Սուրբ Հոգու կնիքով, ով ծառավացներ, արեք, եւ ասում է առանց տակի, առանց փողի, եւ ասում է ձեր ժամանակը մի վատնեք ունային բաներին։ Սուրբ Գիրքն ասում է ձեր ժամանակը ծախու արեք, մարդու համար երկրավոր ամենաթանկ արժեք ունեցող բանը մարդու ժամանակն է սիրելիս։ Երեկվա անցածը գնացել հետ չես բերի, երիտասարդությունդ հետ չի գա, մանկությունդ հետ չի գալու, քեզի սպասում է միայն ապագա, դու այդ ապագայի վրա ուշադրություն դարձրա, թե ինչ է քեզի խոստանում քո ապագան քեզի խոստանում է աշխարհի բարիքները, հարստություն, փառք, զվարճություն, ուրախություններ, նպատակներ, ունայն բաներ, բայց Հիսուսի վերքերը քեզի ուրիշ բան է խոստացել, Գողգոթան քեզ ուրիշ բան է խոստացել, Գողգոթան քեզի խոստացել է հավիտենական կյանք, ոչ թե այս ժամանակավոր կյանքը, այլ հավիտենական կյանք սերներս։ Այսօր ջանք թափեք, ոչ թե կորստյան կերակուրի համար, այլ այն կերակուրի համար, որ հավիտյան կմնա, հավիտենական կերակուրը Աստծո խոստումն է եւ խոսքն է, հավիտենական կյանքը թող այսօր գա մեր մեջ սիրելիներս, հրավիրեք Սուրբ Հոգին, արի Սուրբ Հոգի իմ կյանքի մեջ, Սուրբ Հոգուն հրավիրի, որ ինքը լինի քո առաջնորդը, Սուրբ Հոգին լինի քո իշխանը,
ինքը տնօրինի քո կյանքը, որովհետև գրված է, երբ որ ես գնամ հորքով, ձեզի որբ մենակ չեմ թողնալու, ձեզի կուղարկեմ մխիթարից Սուրբ Հոգին, որ ձեզի ամեն բան կսովորացնի։ Սիրելիներս, այսօր ավետարանը Սուրբ Հոգու միջոցով ուղարկված է, որ մեզի սովորացնի, որ այս օդար աշխարհի մեջ, պանդուխտ աշխարհի մեջ մենք որբ ու անդեր չմնանք, որբ ու անդեր չմնանք, ոչ թե մենք որբ չմնանք ծնողներից, այլ ինքը մեր հայրն է, ինքը մեր Աստվածն է, որ ինքը խոստացել է մեզի, հայրդ ու մայրդ երբ քեզ թողնեն, երբեք քեզ երեսիդ չեմ ձգի։ Անենց որ սելի Աստծո ժողովուրդ, մենք երեսիդ ձգված ժողովուրդ չենք, մենք ասոնրիալներն ենք, մենք Քրիստոսի ժառանգորդներն ու ժառանգակիցներն ենք, մենք Քրիստոսի փառքին հաղորդակից եղածներն ենք, ինչպես են Քրիստոսին փառքին հաղորդինում հավատքի միջոցով եւ խոստումին վստահելով։ Երբ որ այդ կնոջ հետ խոսում էր Սամարիացի կնոջ հետ Հիսուս, ինչ ասեց։ Մեր հայ Հակոբը ասեց երկրպագին. կգա ժամանակ ասում եմ ձեզի, ոչ այս լեռան վրա, ոչ Երուսաղեմում կերկրպագեն, այլ ճշմարիտ երկրպագողները հորը պիտի երկրպագեն հոգով եւ ճշմարտությունով։ Ամեն։ Այսօր մենք հոգով ճշմարտությամբ միջև Քրիստոսի Սուրբ Հոգու աղբյուրը մեր մեջ լցված չլինի, մենք չենք կարող հոգով երկրպագություն անենք, որովհետեւ Աստված ուզում է ճշմարիտ երկրպագողներ, ոչ թե այնպես սուդի-մուդի աստվածապաշտներ, որոնք շաբաթը մի ժամ եկեղեցում կլինեն ամբողջ շաբաթվա 7 օրը աշխարհի քեֆերի մեջ են։ Աստված այդպես հավատացյալ չի ուզում սելներս, Աստված ուզում է որպեսի միշտ իր կողքի հետ լինես, իր հետ քայլես, իր հետ խոսես, իր հետ հաղորդակցվես, իր հետ շփվես։ Ինչպես քայլենք, եթե չենք տեսնում Հիսուսին։ Հիսուսին ոնց տեսնենք, սելներս, Հիսուսին մենք տեսնում ենք հավատքի միջոցով։ Հիսուսի հետ մենք շփվում ենք ավետարանի միջոցով։ Եթե մարդ ամիսներով ավետարան չի կարդում, տարիներով ավետարանը չի բացում, այդ մարդը Աստծո հետ բարեկամ չի, այդ մարդը հարևանից է, բայց առաքյալ Պողոսն ասում է, չեմ ուզում ձեզ հետ հարևանից լինեմ, այլ ուզում եմ ես ձեր մեջ լինեմ, որպես իմ խոսքը ձեր մեջ կյանք դառնա, իմ խոսքս թող ձեզի բժշկի։ Ժամանակին նայելով ասում է վարտապետներ ուսուցիչներ կլինեիք, բայց տակավին կնայեն, որ դուք կատի կկարոդեք, կատնակեր եք եղել։ Դրա համար սելներս, Աստված չի ուզում որպեսի մենք փոքր մնանք հավատքի մեջ, Աստված ուզում է որպեսի մենք մեծանանք, Աստված ուզում է որպեսի մենք օրհնվենք եւ զորությունից զորության գնանք, օրհնությունից օրհնության գնանք, հրաշքներ գործենք։ Աստված երբեք չի արգելել ոչ մեկից։ Նախանձավոր եղեք հոգևոր պարգևներին, գրված է։ Նախանձավոր եղեք, փապագեք, գալիս եք մարդը, որ այգի է տնկում, հույս ունի, որ դրա պտուղը պետք է ուտի, այդ պտուղին է սպասում, ժամանակին է սպասում։ Սիրելիներս, Աստված էլ այսօր եկեղեցու պտուղներին է սպասում, որպեսզի պտուղներ բերի։ Աստված շատ է ուրախանում, երբ որ իր սուրբերը փապագում են, որպեսզի պարգևներով լցված լինեն։ Թող Սուրբ Հոգին գա ամենից կյանքի մեջ, նախանձավորության հոգի տնի, որ մեր մեջ հոգին գործի մեզ Սուրբ Հոգու պարգևներով։ Ես ուզում եմ խոսքը շարունակեմ։ Հովանուղ 7:37-ի մեջ հրյաների համար մի տոն կար։ Պենտեկոստեր, Հիսուսը ներկա էր, Հիսուսի հոգին ներկա էր այնտեղ։ Ոչ մեկը այնտեղ կարիք չուներ օրհնության, որտեղ հենց օրհնության աղբյուրը իրանց մեջ էր, եւ այդ խոսքը, որ դուրս էր գալիս Աստծո բերանից, այդ խոսքը ազդեցություն էր, այդ խոսքը իջնում էր մարդկանց վրա Սուրբ Հոգու ձեռքով, եւ մարդկանց կյանքը փոխվում էր, եւ մարդիկ դառնում էին իսկական քրիստոնյաներ, որովհետեւ իրանց մեջ կար կյանք։ Ինչ էր ասում, տոնի վերջին մենցորը Հիսուս կանգնե, կաղաղագեր ու կսեր։ Ինչ էր ասում, եթե մեկը ծարավե, թող գա ու խմե, եթե շեշտում է կան ծարավ, այդ կինը ծարավ էր, սապորը ուսին գնացել էր հորից աղբյուր հանելու, ծարավն էր ստիպե աղբյուրի մոտ գալու, բայց տեսեք այդ կնոջ ծարավը Աստծո ներկայությունը փոխեց, սիրելիներս, ինչու համար ասում, եթե մեկը ծարավը թող գա, Հիսուսը խոսում է իր անձի մասին, որ էլ ուրիշ տեղ ջրեր մի փնտրեք, ուրիշ տեղ ձեր ծարավը մի քագեցրեք, ես կամ, ես այստեղ եմ, արեք ու խմեք այն աղբյուրից, արեք եւ օրհնվեք այդ գետերից, սիրելիներս, այսօր օրհնության անձրևները Աստված թափում է հեղեղների պես, բայց դու այդ անձրևներից օրհնվում ես, դու թրջվում ես, թե չոր ես մնացել, այսօր ոնց է գելես այնպես գնալու ես, չոր ես եկել, չոր մի գնա, այսօր արի Տիրոջ ներկայության մեջ, արի այդ օրհնության ջրերի մեջ, արի օրհնվի, արի քո բաժինը տար,
արի եւ կյանքը քո մեջ կհայտնվի, կտեսնես Հիսուս Քրիստոսը, ինչքան կյանք փոխի քո մեջ։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ես ուզում եմ այս վերջի համարը կարտամ ժամանակի պատճառով, որ խնդրեմ կարանք այս համարը ոտքի վրա կանգնենք, կկարտամ եւ կաղոթենք։ Հայտնություն 21 6 7 8 խոսքերը։ Նաև ասավ ինձի, եղավ ես եմ ալֆան օմեգան, սկիզբը, վախճանը, ես ծարավին ձրի պիտի տամ կենաց ջուրի աղբյուրեն, ան որ կհաղթե, ամեն բանեն պիտի ժառանգե, ու ես անոր ասվածը պիտի լամ, անալ ինձի որդի պիտի լա։ Ես եմ ալֆան օմեգան, ով որ այն կյանքի աղբյուրից կխմե, ես անոր ասում եմ, որդի կհամարեմ ինձի, եւ ես իրանց հայրն ու աստվածը կլինեմ, իրանք էլ իմ ժողովուրդս կլինեն, բայց վախկոտները, անհավատները, պիղծերը, մարտասպաններ, կախարդներ, բորնիկներ, ստախոսները, բաժինը կրակի ու ծծումբով վառված լիճի մեջ կլինի, որ երկրորդ մահն է, ամեն։ Թող Տերը օրհնի ձեզ, կանք աղոթքով, ով փառավոր հայր։